Բարև ձեզ հարգելի հետևորդներ, ուրեմն նոր դուրս եկանք դատարանի դահլիճից, հակակոռուպցիոն դատարանի մոտ ենք, այստեղ գիտեք հակակոռուպցիոն դատարանում այսօր Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստն է շարունակվում, եռաբլուրին հարող տարածքների մաս անելու, ծվեն անելու, հա, ես չեմ կարող ասեմ վաճառելու հարցով եւ այլն։ Նախ ուզում եմ այսօր մի լավ բան ասեմ, որ այսօր այսինքն մենք այսօր բոլորս տեղեկացանք կամ երեք տեղեկացանք, որ այս գործով մենք արդեն բավականին երկար ժամանակ իրականացնում ենք եւ մոնիտորինգ եւ գիտեք հետեւում ենք այս դատական նիստերին եւ անընդհատ մենք ասել ենք, որ այս ամբողջ պատմության մեղավորը չգիտեմ, այս բոլորին մեղսագրվող արարքների ղեկավարը մի հոգի է կամ երկու ընդհանրապես, երկու իրար հալալ մարդիկ, դա Սերժ Սարգսյանն է եւ Ռոբերտ Քոչարյանը, որովհետեւ կառավարության որոշումը կայացվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք, իսկ պաշտպանության նախարարության ղեկավարը եղել է Սերժ Սարգսյանը։ Եվ այսօր կարծում եմ ի ուրախություն բոլորի Սերժ Սարգսյանին մենք տեղեկացանք, որ նոր մեղադրանք է առաջադրել գլխավոր դատախազությունը, դա վերաբերվում է այս Իսակովի պողոտայի հողերի իրացման առանձնակույն խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներին։ Եվ չնայած ասում ենք մենք Իսակովի պողոտա եռաբլուրին հարող տարածք, բայց Վաչագան Ղազարյանի փաստաբանը չգիտես ինչի ասեց, որ ասել էր, որ այդ տարածքների մի մասը ընդհանրապես Մալացիա Սեբաստիայի հետ կապ չունի եւ գտնվում է Աչափնյակում։ Դե հիմա ոնց ասեն, այտենց էլ մենք հասկանանք։ Հիմա ինչի մասին է խոսքը։ Այսօր նորից շարունակվել է նիստը եւ այս նիստից հետո ընդամենը մի քանի փաստ կարող ենք ֆիքսել, որ իրականում այստեղ այսօր դատարանի դահլիճում պետք է նստածելներ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը եւ այն բենեֆիցիարները, ովքեր Իսակովի պողոտայի, այդ որ ասում է Վաչագան Ղազարյանը անապատ, այդ անապատի հողերը իրանք են շահառուներ, իրանք են բենեֆիցիարներ, իրանք են էժանգենով դրանք ձեռք բերել։ Այստեղ ուրեմն մենք շատ լավ գիտենք, որ այն ժամանակ բացի Սերժ Սարգսյանից եւ Ռոբերտ Քոչարյանից մեկ է Սաշիկից երկրում հարց լուծող չեղի, մեկ է Վաչոն, Սերժի Վաչոն, ամենալուրջ հարց լուծողն ա եղել, ավտոյով ա եղել, արագ գնացել լուծել է։ Այսօր խոսալ, որ այստեղ ճիշտն ասած ինչ որ մի Արմեն Սարգսյանի մասին, որ եղել է վարչության պետ, այսօր հիմնականում դա ենք լսում, որ Արմեն Սարգսյանը լինելով վարչության պետ, պաշտպանության նախարարության չեմ մանրանում, ինքը կատարել է հանցավոր արարքներ, ունեցել է շահագրգռվածություն եւ այլն, բայց հիմա երբ որ այսօրվա դատական նիստում նորից մենք նայում ենք, ովքեր են եղել այս հողեր ձեռք բերողները, դուրս է գալիս, որ երկու անձ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը եւ միգուցե նաեւ այլոք իրար հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի Իսակովի պողոտայի հողերը իրանց մտերիմներին էժանգենով իրանք նվեր տան, վաճառեն եւ այլն, որոնցից հիմնականում նշել ենք այս Գենադի Ստեփանյանն է, Մոսկվայի, որը Քոչարյանի տղայի փեսան է, մյուս հող ձեռք բերողը Քոչարյանի փեսա Վիգեն Չատինյանն է, Քոչարյան Ռոբերտ Քոչարյանի աղջկա, չգիտեմ ինչեր անունը Գայաններ, եթե չեմ հիշում վերջը, դրա ամուսին, այսինքն դուրս է գալիս, որ այսօր դե մնացածն էլ Վաչիկը։ Հիմա այստեղ մենք նաև տեղեկանում ենք մի այլ փաստի մասին, որ Վաչագան Ղազարյանի տղան, որ չգիտեմ, միգուցե մի 26-20 լսվում է ձայնը, ես չեմ 26-27 30 տարեկան եւ այլն, այս հողերից 841 միլիոն դրամով մի հողատարածք առել եւ 1 միլիարդ 269 միլիոն դրամով։ Գիտեք, ամոթը լավ բան է։ Այս չքավորները, այս որ սրանք կոպեկ չունեն, բոլորս ենք հիշում սրանց գալը Հայաստան։ 1 միլիարդ 269 միլիոն դրամ, որտեղից Վաչոյտ, ասում է ուրդուց այս փողը։ Ես պրոստ ուզում եմ հասկանամ, սրանք կարող են ձեռ են առնում բոլորիս։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, երբ որ այս հողերը վաճառվել, ասենք այս հողերի վաճառքի մեջ այդ վարչության պետ Արմեն Սարգսյանի
անձնական շահադիտական նպատակը որտեղ ա եղել եւ ամբողջը խոսում է Սերժ Սարգսյանի հրահանգով ումա եթե մենք խոսում ենք թե Արմեն Սարգսյան թե Վաչագան Ղազարյան ինչ արել են Սերժ Սարգսյանի հրահանգով են չէ կարող է այս Վաչիկ ասին Վաչիկ բայց դեմ շոֆեր էլի նա որտից կկարողանար առանց Սերժ Սարգսյանի հրահանգի վերցներ այդ հողերը մեջ առներ ինքը մեկ է ՊՆ-ի Արոն Կորյուն Եղիազարյան ՊՆ-ի Արոյի մասին մոտորերս գրասենյակից շատ սիրուն փաստված կպատմենք դրա մասին թե ինչա կատարվել ընդհանրապես ՊՆ-ի Արոն ինչ հողեր ա ձեռք բերել եւ այլն փաստված եւ կամ Վաչիկի կնիկը ուրեմն տղեն 1 միլիարդով ա հող առնում այդ մեծը հարուստ կնիկը 1 միլիոն դրամով ոնց որ ձեռ առնեն մեզ բոլորս իրանք ձեռ են առնում սկի սրանց 500,000 դրամը պիտի հարցնեն այ մարշրուտի շոֆեր դու կնիկդ քեզ 500,000 դրամ 1 միլիոն դրամ քո տղուն 1 միլիարդ դրամ որտեղից որ հողա առնում ես այսօրվա մասին այսքանն եմ ուզում ասեմ բայց ամենակարևորը իրականում ես նորից եմ ուզում փաստեմ որ Իսակովի Պողոտայի հողերը վաճառվել է բացառապես ընդհանրապես տրամադրվել է եկեք սկզբից հասկանանք ինչի է տրամադրվել է բացառապես Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի անձնական կարիքները բավարարելու համար իրանց անձնական շահադիտական նպատակները բավարարելու համար ստեղ ուրիշ թեմա չի եղել եւ ստեղ մի հատ շատ հետաքրքիր բան կա երբ որ Սերժ Սարգսյանը ցուցմունք է տալիս որպես վկա երբ որ հարցնում է քննիչը որ այդ հողերը ուղակի վաճառքով ա եղել նախ Սերժ Սարգսյանը բարձրացնում որ ոչինչ չի հիշում ես չգիտեմ եթե այդ մարդը հիշողության այդ խնդիր ունի բայց ինչի է ուզում նորից հետ գա իշխանության այդ մարդը թող գնա բուժման եթե խնդիր ունի հիշողության հետ այսինքն ինքը չի հիշում նույնիսկ ուղիղ վաճառքով ա վաճառվել թե չէ եւ երբ որ վերջինիս հարցնում են Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի խախտման բա վաճառվել այս հողերը, ինքը նույնիսկ դրա մասին չի հիշում։ Բայց ես ուզում եմ հասկանամ, սա ում ախրանիկ չի եղել, չէ՞, այդ պաշտպանության նախարարություն։ Եղել է պաշտպանության նախարար, հետո էլ ոչ բարով խերով մեր երկրի նախագահ։ Այսինքն եթե երկրին պետականամետ մարդը 66-րդ հոդվածն նույնիսկ չի հասկանում, չի ընկալում։ Լավ ինքը չէր ընկալում, իր հետ Արցախից եկած Ռոբերտ Քոչարյանն էլ ում երկրի ղեկավարն էր պետք է ընկալեր։ Այսինքն այն ինչ որ հիմա մեղսագրվում է ընդհանրապես խոսում են որ 66-րդ հոդվածի խախտման եւ այլն ինչքան էլ որ ես ոնց ասեմ բացասական էմոցիաներ ունեմ հա այս գործի ֆիգուրանտների վերաբերյալ բայց որևէ մեկը չէր կարող ինքը իրան որոշել որ 66-րդ հոդված պետք է խախտի հողային օրենսգրքի երբ որ այդտեղ կա Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան որոնք ի պաշտոն է իրանք պետք է այդ ամեն ինչը անեն եթե պետականամետ են եւ ամենակարևորը որ բոլոր պայմանագրերը ստորագրված է Սերժ Սարգսյանի կողմից ես չեմ հասկանում իրան ինչ հարց տալիս է քննիչը սա իրա ցուցումին ասում է չեմ հիշում եւ ավելի նույնիսկ ասում է Ես կարծում եմ, որ հողատարածքների օտարման ժամանակ ամեն ինչ պահպանվել է։ Բա որ ամեն ինչ պահպանվել է, մեր երկրում ոչ իմաներ չի պահպանվել, մեր երկրում մինչև ձեր գալն է եղել պահպանված։ Եկաք ու ավիրեցիք այս ամեն ինչը։ Այսինքն ես նորից եմ ասում, եթե քրեական գործի նյութերին ծանոթանալուց թե դատական նիստերին գալուց իհարկե մենք Սերժ Սարգսյանի մասին դեռ հələ շատ ենք խոսելու, Կորյուն Եղիազարյանի մասին մոտ օրերս կխոսենք Անպայման պետք է հասկանալ, թե ինչի համար է ի սկզբանե նպատակը այս հողերի տալու ես հիմա հայտարարում եմ։ Եղել է, որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյան, իրանց մտերիմներին, Անդրանիկ Մանուկյան, Արարատ Մոտարս, Տոյոտա Սերվիս, то չգիտեմ Անուշավան Ղազարյան, չգիտեմ ինչ Թավադյանն շախմատի ֆեդերացիան դրա մասին, Մոսկվայի Գենան, Քոչարյանի Փեսա Վիգեն Չատինյանը ու մաման Բարս անշարժ գույքի գործակալության տնօրենն, այսինքն ուղակի ի սկզբանե իրար հետ երևի նստել են իրիկունը միտեղ մանումենտում են շատ սիրում նստել են նարդի մարդի էր խաղում, բլոտ էր խաղում, կարտ էր խաղում Սերժ Սարգսյանը, հիմա սկզբից իհարկե խաղում էր ժողովրդական տնտեսության ինստիտուտի Սև շենքում ֆլեշի բարսեղի հետ շախմատնի դասկան թևի տակ դրած գալիս էր իրիկունները
Հետո արդեն որ բարեկեցությունը բարձրացավ մանում են երևի այդտեղ մի օր որ նստել են որոշել են որ պարտադիր մեր քաղաքի իրանց քաղաքի չէ մեր քաղաքի այդ անապատ հողերը Իսակովի իրանց ծանոթներին բերեն ու բաշխեն գենաների սրա նրա սա անթույլատրելի է այս դատական գործ իր հանգուցալուծումը չի ստանա մինչև չդատապարտվի Սերժ Սարգսյանը հա իդեպ մի բան էլ ասեմ այսօր երբ որ Ես իմեջում դրեցի, որ 18 դրվագով, հա, քրեական հետապնդումը հարուցվել եւ այլն Սերժ Սարգսյանի նկատմամբ, բոլորը սկսեցի գրել, հա, այդ ընտրությունների համար է Գյումրի հերթական ֆարսա վաղեմության ժամկետ կկիրառեն, այո, միգուցե, ես ոչ երկրի դատախազն եմ, ոչ երկրի նախագահն եմ, բայց ժողովուրդ ջան, եկեք իրար հետ պայքարենք, որ ոչ մի վաղեմություններ չկիրառեն։ Հանցագործությունը չունի վաղեմություն։ Իմ երկիրը ծախողը վաղեմության ժամկետ չպետք է կիրառվի։ Ես խնդրում եմ, որ ոչ թե կոմենտ գրեք դիվանի տակից, վրայից, կողքից, կրեսլոյի վրա պառկած, այլ գաք, այո, մի հոգով պահանջելը շատ դժվար է։ Իսկ դուք ինչ եք արել, որ պահանջեք, բացի մուննատ գալուց։ Այս պարագայում ես շնորհակալ եմ գլխավոր դատախազությանը, այո, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական հետապնդումը հարուցվել։ Մնացածը մարտի 24-ին է, եթե չեմ սխալվում, մյուս դատական նիստը, այն ժամանակ խոսենք, իսկ մինչև մարտի 24-ը կներկայացնեմ այդ ՊՆ-ի Արո, Գորնի Արմենիա, Լեռնային Հայաստան այդ առողջարանային համալիրի տնօրեն, իրա գործարքները, ունիկալ գործարքները, հա իմիջայլուց ես էլ ասեմ, սրանց մոտ իրար վրա գրելը շատ ունիկալ է, Վաչոն Սերժի վրա է գրում, Սերժ Սարգսյանն ասում է, դե եթե տենց է ծախվե, ուրեմն կառավարությունն է մեղավոր, նա էլ կառավարության վրա է բոչկա գլորում, ես ուզում եմ հասկանամ, բա ինչ է սրա վերջը լինելու, սենց իրար վրա, ՊՆ-ի Արոն Վաչոյի վրա է ցուցմունք տալի, ասում է հոգեկան հիվանդ է, դուք հասկանում եք, ովքեր են ղեկավարել մեր երկիրը ու ինչի ենք մենք հիմա այս վիճակում, այսքանը